Ժողովուրդ ջան, շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ կարողացել եք գաք ու համաձայնել եք մասնակցել մեր այս տարվա գրանդիոզ սուրբծննդյան ներկայացմանը։ Լինելու է մյուզիկլ, երաժշտական գրանդիոզ ներկայացում։ Շատ էֆեկտներ են լինելու, լուսային, գունային, երաժշտական ընտետից ուրեմն տեսեք հրեշտակներն են իջնելու, այստեղի զինվորները հերով տեսի կալյոդես կողմերը, բոլորը էշերով, ուղտերով, ամեն բան արվելիա, որ այս տարվի բոլոր նահանգները Ամերիկայի եւ այս ներկայացումը մենք տարիներ խաղանք ժողովուրդ ջան, մենք ունենք այդ ռեսուրսները, մենք պիտի դա անենք, ուրեմն տեսարանը առաջին լինելու է Հովսեփի ու Մարիամի մսուրի տեսարանը։ Հա, այդտեղ ինչ է մեզ պետք, ինչ, Հովսեփ, Մարիամ, մոգեր, ծապ, ծիծաղ, ուրախություն։ Իսկ հիմա կաստինգ կանենք ու կորոշենք երեխեք ջան, ով ինչ է խաղալու։ Շող ջան, կարո՞մ է ծապ ծիծաղ ուրախությունը ես խաղամ։ Այսի շատ լավ հայտ էր, որ դու հենց Հովսեփ էլ խաղաս։ Հա, Հովսեփ։ Դու կլինես Հովսեփը։ Դե եթե ինքը Հովսեփն է կարող եմ ես էլ Մարիամը խաղամ։ Համա իրական կյանքում էլ ճիշտ ասացանք ին Մարիամը։ Ինչով-էս երեխեք։ Մենք չգիտենք, բայց Մերի ջան դու կարողանում ես երգես, որովհետև մի քանի արյա կա էլի երգելու Մարիամի։ Չեմ երգում, բայց լավ նկարում եմ։ Շատ լավ է որ նկարում ես։ Շատ լավ է։ Հարութի բախտը բերեց։ Բայց բանը չէ պատկերացնում էլի ոնց է Մարիամը իր տխուր, ուրախ, այդ իր պատմելու Էլիզաբեթին պահելին սկսում նկարել։ Դե բայց չեմ էլ պատկերացնում, որ մարդիկ տխուր պահերին նստում երգում են։ Այ, տես, ինչ-որ ճիշտ բան ասում։ Գրի, Մարիամը կարող է նաև նկարել։ Եկեք բոլոր տեխնացուներին նայենք, հետո կորոշենք։ Ես համաձայն եմ ժողովուրդ ջան։ Ուրեմն սկսեցինք առաջնով էլ լուսոներ, լույս։ Հա, շող ջան, ես ստեղ եմ։ Լույս քո նպարա, չէ։ Դուր երաժշտություն անջան։ Մի րոպե, ստոպ։ Էս ինչ երաժշտություն է։ Բաբաջանյանի տակ Մարիամը բարի։ Շողեր ջան, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Մարիամը ինքը հայ էր, չէ։ Ոնց չէ։ Երուսաղեմի հայկական գերեզմանոցում է թաղված։ Ու մենք որպես հայ պետք է ամբողջ աշխարհին գոռանք, որ Մարիամը ինքը հայ էր։ Կներեք։ Շատ համոզիչ էր անջան, ապրես։ Բայց ափսոս, որ Քրիստոսի ծննդաբանության մեջ ասվում է, որ Քրիստոսը Դավթի ցեղից է, Հուդայի ցեղից։ Թող աշխարհի բոլոր մարդիկ հայ լինեն։ Թող Լուի դու Ֆյունեսը հայ լինի, թող Դարտանյանը հայ լինի, բայց ոչ Հիսուսը։ Հավեն նույնիսկ Հիսուսի ծնվելը, թե որտեղ պետքա ծնվեր, էտել էր, այդ ամեն դետալ հաշվի էր առնված, թե որտեղ պիտի ծնվի։ Այդ Մարթա համար եղավ, էսել, որ ինքը ծնվի հենց Դավթի քաղաքում։ Աստված հատուկ Մարթան համար արեց, իրանց տարավ Բեթլեհեմ, Դավթի քաղաք, որ մարգարեությունը կատարվի։ Okay, ինչ ուզում եք արեք, ինչ կուզեք, էդ էլ կդնեմ։ Մերսի, շատ շնորհակալություն։ Չեղավ արդեն, ստոպ, լուս ջան, ես ինչ պար է, լուս։ Շող ջան, ես ես եմ պատրաստել, սա իմ թվերի պարն է։ Այելի արդ չկա, բայց իսրանք ես բաներ էսի չեն իսրանք։ Ես ուզում եմ իրականությունից դուրս գամ ու հասկանամ սա ճշմարտություն է։ Այդ ինչ է, լուս ջան։ Ես ինչպես պիտի Հովսեփին դա ասեմ։ Լավ, ես մտածում եմ, գիտես ինչ կանենք լույս, այս կթողնենք մյուս ներկայացման համար, այս պարը դու հիշի, մենք քեզ կզանգենք, լավ։ Հարց չկա։ Երբ որ զատիկին պետք լինի, կասեք, ես կգամ կպարեմ։ Եղավ, լույս ջան, հաջողություն, մենք քեզ կզանգենք։ Շարունակում ենք ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է։
Հիմա ով էր։ Լիլի։ Հա, Լիլի։ Հարգելի հետևորդներ, իմ մոտ թեժ նկարահանումներ են։ Հետևորդներից հետ էի շփվում 1000 ներողություն։ Բարև ձեզ։ Բա ինչ սիրուն ես։ Շնորհակալություն է։ Մարիամ, էլի։ Հա։ Իր ջան, այս թատրոնից դուրս եկեք չես հասցրել փոխվես։ Հովո ջան, իմիջիայլոց ես թատրոնից երբեք դուրս չեմ գալիս։ Հասկանում ես, իմ տեղը բեմում է։ Այո, այս սա է կոչվում պրոֆեսիոնալիզմ։ Մարդը պատրաստված եկել է։ Շատ լավ, Լիլ ջան, ինչ ես անում, երգում ես, չէ՞։ Մի քիչ ուզված եմ, բայց այնուամենայնիվ իմ տեղը բեմում է։ Դե գնա։ Գիշեր, սուր գիշեր, շուրջս բոլոր փայլում են աստղեր, ահա ծնվել է փրկիչը մանուկ, խաղաղ քնած է Մարիամի գրկում դե քնիր մանուկ Հիսուս դե քնիր իմ Հիսուս Ոնց է։ Անես կուզեի ասեի լավա։ Ասում է լավ է։ Շատ լավ է։ Ինքն է ժողովուրդ, ահա, ուրեմն մեր կաստինգը վերջացավ Մարիամի, շնորհավորում եմ Մարիամ ունենք, որովհետև ինքը համել դերասանուհի է ու ավելի հեշտ կստացվի։ Ինչ։ Վերջ, հա, Մարիամի կաստինգը ավարտված է։ Անցնում ենք առաջ։ Լիլի ջան, կներես բայց դու չես կարող իմ ընկերոջ հետ խաղալ։ Ավելի ճիշտ կլինի, որ դու քո ընկերոջ հետ խաղաս, ես իմ։ Մերի ջան, բայց ճիշտն ասած ես ընկեր չունեմ։ Այսինքն դուրս է գալիս, որ ես չեմ կարող այս տեղը խաղամ։ Դու գիտես, ես աշխարհիկ տարբեր պրոյեկտերում եմ նկարվել ու երբեք նման բան չի եղել, տենց խնդիր չի եղել, հասկանում ես իմ նկարահանվելու հետ կապված մեր ջան։ Ջան, եկեղեցում սենց է, աշխարհում տարբեր։ Նայ։ Մեր ջան, եկեղեցուն ես ու Հարութը առհասարակ մենք բոլորս հոգևոր քույրեր ու եղբայրներ ենք, հասկանում ես։ Ջան, ճիշտ կլինի, որ դու քո սեփական հոգևոր եղբորը գտնես։ Ահա որ, ասենք հիմա ես ներկայացումը հոգևոր Հո՞։ Հարճան։ Կա, շատ լավ է։ Երեք մոգերը ուր են։ Ստեղ։ Ասինք մոգեք, բայց մի անհետացեք էլի։ Հա, ձեր շորերը ոնց են։ Դա ոնց որ այդ պետք է ասենք անեք։ Այս պետք է ուղղենք։ Սիլրիվ պարսկական շորեր են սրանք։ Հեր, Իսրայելում ոչ ոք ծանոթ չունի, չէ։ Մեր։ Մերի ջան, ինչ ա եղել։ Ոչ մի բան, ուղղակի որոշեցինք, որ ես եմ խաղալու Մարիամը։ Հա։ Իսկ Լիլի հետ ամեն ինչ նորմալ է։ Հա, ինքը հիմա ավելի կարևոր գործ ունի։ Լավ։ Okay, սկսում ենք ժողովուրդ։ Հոջան դու գնա հակնվի։ Սկսում ենք։ Ուրեմն Անկաջանի տեսարանում պետք է ախոր կենթանական աշխարհ գնացինք։ Ասենք, այս ինչ նոր օրենքներ է եկեղեցու, ինչ է նշանակում, եթե դու չունես հոգևոր եղբայր, չես կարող ներկայացման մեջ խաղալ։ Ասենք, սա ինչ է նշանակում, մենք բոլորս եկեղեցու։ Ինչ է պատահել Լիլի ջան։ Հովիվ ջան, ինչ լավ ասես հանդիպեցի, ուրեմն հաստատ կգտնեմ։ Իսկ ինչ ես փնտրում։ Հովիվ ջան,
մինչև մյուս Christmas ինձ մի հատ հոգևոր եղբայր ապետ։ Խնդրում եմ օրնեք, որ ես գնամ իրան գտնեմ։ Ես գիտեմ, եթե դուք ինձ օրնեք, ես կգնամ ու կգտնեմ այդ եղբորը։ Վկտա կգտնեմ այդ իրան։ Մի րոպե ստոպ։ Հեսի ճաչա։ Շողեր քուրիկ դու ինձ չասեցիր, որ ես կենթանի շոր հագնամ գամ։ Հա, բալես, բայց ես գոմի կենթանիներ եմ ասել։ Օրինակ, իշուկ, ձիուկ, կովիկ, ոչխարիկ։ Ինչի արջ չլինի։ Դե որ արջ եղավ, այդ բոլոր մյուս կենթանիները չեն լինել գոմ։ Լավ, եկեք այս կենթանիներին հանենք։ Էկրանով կդնենք, հա, էկրանով սիրուն ախորի տեսարան կդնենք գրաֆիկայով, շատ լավ է։ Լավ, հաջորդ ինչա ուրեմն։ Այս ծմեր պապիկին ով է կանչել։ Անկա։ Ես եմ Շովեր ջան, Հովանա հանգիստ։ Ասեցի Սուրբ ծնունդա, ուրախանանք, առանց Սանտա Կլաուս ոնց կլինի Սուրբ ծնունդը։ Ես հենց գամ կմտնեմ ներս, կասեմ հո, իմ չորնիկներ, եկել եմ ես հերվից, բերել եմ ձեզ շատ նվերներ, իմ քրիստոնյա չորնիկներ, արդյոք տվել եք ձեր տասանորդները այս տարի, Իրապես ստոպ։ Չեղավ, այդ արդեն չեղավ, հով ջան, պետք չի։ Գիտես ինչ, ես մտածում եմ Սանտան մի քիչ աշխարհիկ կերպար է։ Արի կլինի մի հատ ավելի սենց հոգևոր մի հատ կերպար մտածի էլի։ հասկացա։ Պայմանավորվեցինք։ Շատ լավ, Մարիամ ու Հովսեփ, գնացեք ձեր տեղերը նստեք։ Բայց ինչով գնանք։ Ոնց ինչո՞վ, ոնց կարող է շուր գնայինք։ Բայց ված չէ լինի։ Չեն կարող այս նա տեսանման բան չանով նստենք ֆրեն։ Դեց մինայ մեջնես ես չկա որ նստեց քշես։ Ինչի հարոտ ապել, այն ժամանակվա S-ը, այս ժամանակվա S-կլաս Mercedes-ն է։ Դե մենք էլ Ջիվագանով ենք ֆորֆորում։ Այդ ինչի։ Բա մոգերով ուխտերով ենք ֆորֆորում։ Երեխեք, բայց գիտեք, չէ, էշը միակ կենթանն է, որի մեջքին խաչա նկարած։ Հիսուսը էշով չէ մտավ Երուսաղեմ։ Մա։ Լավ։ Էսով է։ Լավա չէ։ Հա, շատ։ Մենակ մի բան լավա, ինչ էլ անեմ, ես դերերով ես կորը չի փրծեմ։ Շատ լավ է, մենակ նես կանես լեղաճակ չլինեն էլի ժողովուրդը։ Լավ, հանգիստ երեխեք, հանգիստ։ Հիմա արդեն ձեր մասն ենք փորձելու։ Դուք լինելու եք հովիվներ։ Հովիվ կարում ես Արտուր Սիմոնյանը լինեմ։ Ես էլ հովիվ Ռուբինին եմ։ Ես էլ սոկացել։ Մի րոպե, հա, դու սպասի։ Ինչ։ Երեխեք ջան, այս ուրիշ հովիվներ են, սրանք սարի հովիվներ են, չոբաններ։ Դուք պիտի սել չոբանին ման նստեք, հետո հրեշտակները գան ձեզ ասեն Հիսուսն ա ծնվել։ Անկա, եկեք հովիվների տել ենք հան։ Լավ, գնացեք դուք խաղացեք։ Գնացինք առաջ, ուրեմն մոգերը մտնում են, դուք ջիվագենը ուխտերը կանգնացրել եք դրսում, բենզին ջուր եք խմացնում ու գալիս եք ներս։ Մի րոպեից ինչ եք դատարկ ձեռքերով եկել, երեխեք ջան։ Բա ոսկին ուրա, կնդրուկ ուրա, լավ է թեջ, բա զմուրսը ուրա։ Բա ոսկին ինչի սա պետք։ Կաշառք էլի, հասկացել եմ, որ աշխարհի տերն ու տիրակալն ծովը, ասել եմ սկզբից է աշկը մտնա։ Երեխեք ջան, ինչ կաշառք։ Մոգերը գիտեին երկինքը, գիտեին գրվածքները, գիտեին, որ Մեսիան ա ծնվել ու դրա համար պետքա բերեին իրանց լավագույնը։ Երեխեք, ախր էս նվերներն էին մարգարեական։ Նայեք, ոսկին պետք եկավ, որ մանուկ Հիսուսին փախցնեն Եգիպտոս, Հերովդեսի ջարդերից խուսափելու համար։ Ծախսերը փակեցին։ Կնդրուկը խորհրդանշում էր Քրիստոսի քահանայապետ լինելը։ Իսկ զմուրսը, որով պատեցին Տիրոջ մարմինը, խորհրդանշում էր Հիսուսի մահն ու հարությունը։ Ոյ շողեր, ես այս բաներից հուզվում եմ։ Հովսեփ Մարիամ,
տեսած որ մոգերը եկել են, մի հատ լավ զարմացեք ու ուրախացեք։ Չէ, չեղավ մի քիչ նորմալ, մի քիչ բնական զարմացեք։ Իմ համար ավելի զարմանալի է, թե առանց GPS իրանք մեզ ոնց գտան։ Դե մենք մեր GPS-ով եկանք Բեթլեմի աստղը։ Բայց ոնց կարան այդ մեծ երկնքում հասկանալ կոնկրետ որտեղը ցույց տալիս այդ աստղը։ Այս G-Wagon-ը ումն է, հանեք, էլի խանգարում է։ Այ կներեք ով ջան, այդ ուղտերը խանգարում են։ Ինչ ուղտ։ Վայ, ինչ ուղտ։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, ովի ջան, ամեն ինչ նորմալ է, լրիվ առաջ է գնում։ Բայց հարցեր ունեն էլի երեխեքը։ Ինչ հարցեր, տվեք, դրա համար եմ եկել։ Վայ, ինչ լավ է։ Այ օրինակ այդ Բեթլեհեմի աստղը, որ տենց կոնկրետ ցույց է տալիս Հիսուսի ծննդյան վայրը։ Ասենք ու մոգերը հետևելով գնում են, հասնում են տեղ։ Ասենք ո՞նց կարա աստղը երկնքում կոնկրետ տեղ ցույց տա, մի քիչ աբստրակտ չի աստղի ցույց տալը։ Դե չեք աղոթում էլի, գնաց կաղոթեք, կիմանաք պատասխանը։ Հովիվ ասма քիչ եք աղոթում, դրա համար էլ GPS եք օգտագործում։ Վերջ շարունակում ենք։ Ինչքան ուրախ եմ, Մարիամ։ Ստոպ, չեղավ։ Հովսեփ ջան, որդի ես ունեցել։ Մի հատ լիաթոք ուրախացի էլի Հարութ ջան։ Ախր Շողեր ջան, չեմ կարող սենց լիովին ուրախանամ, որ հիշում եմ այդ երեխենից դից չի։ Չեմ կարող, սենց հանգիստ չեմ կարող մնամ։ Իա, կարող ա դու մի հատ էլ ապաշխարես։ Ոնց քեզնից չի։ Մոռացար երազումը տեկա ասեցի հղիանալու է Սուրբ Հոգուց, դու էլ ասեցիր օքեյ։ Չգիտեմ, ինչ ուզում եք արեք։ Երեխեք նայեք։ Հիսուսը չէ կարող մենակ մարդ լինել երեխեք, ոչ էլ մենակ Աստված։ Ինքը պետքա ցույց տար, որ որպես մարդ կարող է սուրբ ապրի ու որպես Աստված կարող է իրան զոհաբերի մեր փրկության համար։ Այսինքն այդ երկու բնությունն էլ շատ կարևոր է։ Ու այն, որ ինքը Սուրբ Հոգուց է հղացել, այդ նրա համար է, որպեսզի իր աստվածային բնությունը լինի, եւ Մարիամից որպեսզի մարդկային բնություն ունենա։ Իդեպ Թուրինում, որ ուսումնասիրել են վարշամակտիրոջ, հայտնաբերել են, որ Հիսուսի արյան մեջ ընդամենը 23 քրոմոսոմ է։ Եթե մենք սովորական մարդիկս ունենք 46, 23 մորից են ժառանգում 23 հորից։ Հիսուսը ուներ մենակ 23, այսինքն մենակ մորից է ժառանգել։ Պատկերացնեք։ Ոայ Շողեր, այս մեկը շոփ լավն է։ Մի վարքյան, էլի ընդհանրապես մի վարքյան։ Ողջույն, սիրելի եկեղեցի։ Եփեսացիս 6-ում գրված է. հագնենք հոգու սպառազինությունը, անցնենք հայտարարություններում։ Թուրինում գիտնականները Քրիստոսի վարշամակն ուսումնասիրելիս հայտնաբերել են։ Չեղա, ստոպ, մի հատ։ Աննա ջան, ոչ մի հայտարարություն է ժամին, փորձ ենք անում։ Հզոր է այս ամեն ինչը, բայց ես մեկը արժանի չեմ ես դերը խաղալու համար։ Կարծում եմ ես էլ։ Ախր Մարիամը ամենասուրբ, ամենաերանելի կինն էր։ Կարծում եմ ես պետքա ծոմ վերցնեմ, որ կարողանամ խաղամ այս դերը։ Շողեր ջան, չնի ես ու քեքը փոխենք սև շավար հագնենք էլի։ Շողեր ջան, արի քարը փեշիցը թափի, ավանդական, միան սիրուն տորտ առնենք։ Մեր Տիրոջ Սուրբ ծնունդը շնորհավորենք երաժշտությամբ, ուրախ, երգերով, ինչ թատրոն, ինչ դերակատարություն։ Տեր ջան, դու տեսար, որ ես ամեն ինչ արեցի, ամեն ինչ փորձեցի, որ ստացվի, բայց իրանց հետ անհնարին էր։ Լավ։ Ասեք, տեսնենք ինչ ենք անում։ Ուշադրություն։ Այս անգամ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշեց առանց ներկայացման, բայց Քրիստոսի ծնունդի բարի լուրը բավական էր, որ գեղեցիկ տորթի եւ երաժշտության ներքո եկեղեցին ունենա անմոռանալի Սուրբ Ծնունդ։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։